Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Կարող եք նստել։ Իսկ սա ինչ է։ Կարմիր Վարդեն, ընկեր Սարգսյան, դա էլ Դայսնա, ֆեն էլի։ Լևոն, ես տեսնում եմ, որ սրանք կարմիր վարդեր են, սա էլ Dyson է։ Բա որ տեսնում եք խեք հարցնում։ Դու իսկապես չես հասկանում, թե քեզ ես չհասկացողի տեղ դնում։ Նկատի ունեմ ինչ գործ ունի սա իմ սեղանի վրա։ Ես իմ ընկեր Սարգսյան, որեկանք սեղանն էին տրված։ Աչքիս մեկը որոշելա ձեզ անակնկալանի։ Ծաղիկների մեջ ոնց որ բացի կար, կարող է գրած լինի ով է։ Կարող է գրած լինի ով է։ Մի րոպե։ Ինձ կներեք։ Ինչի ես սաղիկները դրել սեղանիս։ Դու գիտես, որ մենք գաղտնի ենք շփվում։ Եթե աշակերտներից մեկը իմանա մեր մասին, ես կգնամ երկրից, չգիտեմ, անոթից կմեռնեմ։ Չէ, շատ սիրուն էին։ Բացիկն էլ կարդացի։ Ես էլ քեզ պատճում եմ։ Երեխաներս, անցնենք մեր դասին։ Գիտեք ինչ եմ ուզում։ Ուզում եմ, որ դուք իմ առարկային, ֆիզիկային շատ լուրջ վերաբերվեք, որովհետև ֆիզիկան իսկապես շատ լուրջ ու կարևոր է կյանքում։ Կյանքում գրեթե ամեն բան կապված է ֆիզիկայի հետ։ Ինչպես սիրում եմ ես ասել, կյանքը ֆիզիկա է, իսկ ֆիզիկան կյանք։ Լավ էլ ընկեր Սարգսյան։ Մի րոպե, խոսելուց կանգնում եմ, կանգնիր։ Հիմա օրինակ եթե սա ավրսոված է, դա ֆիզիկայի ինչ կապ ունի։ Հրաշալի հարց էր, որն ունի իր տրամաբանական պատասխանը։ Տեսեք երեխեք, նրա սոված լինելը ուղիղ կապ ունի ֆիզիկայի հետ։ Մարմինը էներգիա է ծախսում ամեն բանի վրա, մտածելու, խոսելու, նույնիսկ շնչելու վրա։ Երբ էներգիայի պաշարը սպառվում է, օրգանիզմդ ազդակ է ուղարկում ուղեղիդ, որ դու ունես էներգիայի կարիք։ Էներգիայի պահպանման օրենքը հիշում եք, չէ՞։ Դե իսկ էներգիան չի կարող գոյանալ ոչինչից։ Այն պետք է ինչ-որ տեղից ստանաս, տվյալ դեպքում սնունդից։ Այդ դեպքում կարամ գնամ բուֆետ, էներգիայից պակասը լրացնեմ գամ։ Իհարկե ոչ։ Կեր Սարգսյան, իսկ դուք ֆիզիկայի հետ կապ ունեք։ Ինչ ասեցիր։ Լսի այն մոլեկուլ։ Ես իմ ամբողջ կյանքն եմ նվիրել ֆիզիկային։ Ես ֆիզիկայի լավագույն մասնագետներից եմ հանրապետությունում։ Կանգնի։ Ես ոնց կարամ ֆիզիկայի հետ կապ չունենամ։ Իսկ այ դու ու քո ուղեղը ֆիզիկայի հետ ընդհանրապես կապ չունեք։ Լավ, համարենք ես ու իմ ուղեղը ֆիզիկայի հետ ոչ մի կապ չունենք։ Այդ դեպքում ինչի եք ասում, որ ֆիզիկան ամեն ինչի հետ կապ ունի։ Տեսակ, որ ես ու իմ ուղեղը ֆիզիկայի հետ ոչ մի կապ չունեն։ Ես չասացի ամեն ինչ, ես ասացի գրեթե ամեն ինչ, իսկ գրեթեի մեջ շատ բան է մտնում, իսկ դու ու քո ուղեղը կապ ունեք ֆիզկուլտուրայի հետ։ Էդ ոնց։ Ասեմ, որտեղ եք անցկացնում ֆիզկուլտուրան երբեմն։ Ֆուտբոլի դաշտում, ֆուտբոլի դաշտը ինչ ձև ունի, այո, այն տափակ, ուղղանկյունաձև հարթավայր է, ինչպես և քո ուղեղը, Գագիկ։ Հարթ, ուղղանկյունաձև բուլկի։ Ընկեր Սարգսյան, սենց մի հարց, իսկ մեր դպրոցի տնօրենը ֆիզիկայի հետ ինչ-որ կապ ունի։ Դպրոցի տնօրենը ոչ մի կապ չունի։ Բա որ կապ չունի ինչի է մեր ֆիզիկայի դասատուին նվերներ ուղարկում։